1991 թվականին Հայաստանը հռչակեց իր անկախությունը և սկսվեց Երրորդ հանրապետության շրջանը։ Դա պատմական շատ կարևոր փուլ էր, քանի որ երկար տարիներ հետո Հայաստանը կրկին դարձավ անկախ պետություն։ Անկախության առաջին տարիները շատ դժվար էին։ Երկիրը անցավ պատերազմների, տնտեսական ճգնաժամի և էներգետիկ դժվարությունների միջով։ Շատ բաներ նորից էին կառուցվում՝ պետական համակարգը, բանակը, դպրոցները և ամբողջ կառավարման կառուցվածքը։ Այդ ընթացքում ձևավորվեցին Հայաստանի պետական խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը և օրհներգը, որոնք դարձան անկախ պետության հիմնական նշանները։ Երևանը դարձավ անկախ Հայաստանի մայրաքաղաքը և աստիճանաբար սկսեց զարգանալ որպես երկրի քաղաքական, մշակութային և տնտեսական կենտրոն։ Երրորդ հանրապետության տարիներին մեծ զարգացում ունեցան տարբեր ոլորտներ՝ կրթությունն ու գիտությունը, մշակույթը և սպորտը։ Հայ գիտնականները, մարզիկները, արվեստագետները և զինվորականները իրենց աշխատանքով ու նվաճումներով ներկայացրեցին Հայաստանը աշխարհին։ Չնայած դժվարություններին, ժողովուրդը շարունակեց պահպանել իր ինքնությունը, լեզուն և մշակույթը։ Այդ տարիները նաև պայքարի, համբերության և վերականգնման ժամանակաշրջան էին։ Այսօր Երրորդ հանրապետությունը խորհրդանշում է անկախ Հայաստանը, որը շարունակում է զարգանալ և կառուցել իր ապագան՝ հիմնվելով իր պատմության, ժողովրդի ուժի և միասնականության վրա։